Հունիսի 9-ին մի կաթիլ մեղրի պատմություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։ Ժամը 15:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի երիտասարդական 14 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ եւ կա վիրավոր։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է եւ մինչ ոստիկանների ժամանումը նշված վայրից Աբովյան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով գլխի մասում ունեցել է վնասվածքի հետքեր։ Նրան տեղում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող ավտոտնակում հայտնաբերվել է Mercedes Maybach մակնիշի ավտոմեքենա, որն ըստ նախնական տեղեկությունների տուժածինն է։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է դեպքի հանգամանքները, մասնակիցների եւ վիրավորի ինքնությունը։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրել են մայրաքաղաքի պարեկների հետ։ Հունիսի 8-ին ժամը 16:45-ին Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է 34-ամյա օտարերկրյացի տղամարդ։ Իր վարացյուն դայի մակնիշի մեքենայով հանդերձ նա տեղափոխվել է համայնքային բաժին։ 34-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 10 գրամ բյուրեղանման զանգվածով 8 փաթեթ։ Ըստ օտարերկրյացու փաթեթներում կրիստալ տեսակի թմրամիջոց էր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, մեքենան պահպանվող հատուկ տարածք, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Հունիսի 7-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել, որ ժամը 19:55-ին կտրած ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։ Արտաշիսյան փողոց մեկնած համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։ Ոստիկանների օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ դանակահարողը Երևանի 16-ամյա մի բնակիչ է։ Դանակահարության մեջ կասկածվող անձը եւ միջադեպի մասնակիցները հայտնաբերվել եւ ձերբակալվել են։ Իլրումն գլխավոր դատախազության 2026 թվականի հունիսի 7-ի հրապարակման դատախազությունից տեղեկացնում են, որ համաձայն դատախազությունում ստացված եւ մշակված տվյալների փետրվարի 7-ից ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 7-ը ժամը 24:00 նախաքննություն իրականացնող մարմիններում ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 599 հաղորդում, որոնցից 210-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 349 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 14 քրեական վարույթ, 42 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան։ Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, մեկ անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում։